5 փողային դառը ճշմարտություններ, որոնք ես կասեմ այն վաղը, որ կքննադատեք ինձ, բայց հուսամ չեք քննադատի, մերսի շատ։ Ձեր երեխաները չեն ուզում ընտրության առաջ կանգնել իրենց ֆինանսական անկախությունը, թե ձեր բարեկեցիկ թոշակը։ Մի կանգնացրեք նրանց այդ ընտրության առաջ։ Ձեր թոշակը ձեր պատասխանատվությունն է։ Ներդրում կատարեք ձեր ամուսնության մեջ, ոչ թե հարսանիքի։ Մինչ մեծ հարսանիք պլանավորելը, հարցրեք ինքներդ ձեզ. արդյոք արժի այդքան փող ծախսել մեծ հարսանիքի համար։ Կարելի է փոքր հարսանիք անել եւ ներդրում կատարել ինչ-որ ուրիշ բանի մեջ ամբողջ ամուսնական կյանքի համար։ Եթե աշխատավարձը ստանալուց 2 օր հետո դուք փող չունեք, դուք դոպամինի մեծ պակասը լրացնում եք գնումներով։ Ձեզ պետք է համակարգ եւ նպատակներ։ Դոպամինը կարող եք լրացնել առանց մեծ գնումներ կատարելու։ Կա մեծ տարբերություն ժլատ եւ խնայող լինելու մեջ։ Ժլատ մարդը կենտրոնում է ամենաէժանի վրա եւ հիմնականում վճարում 2 անգամ։ Ֆինանսական նպատակները օդում չեն սիրում լինել։ Իրենց պետք է գրել եւ քայլ առ քայլ պլանավորել, խնայելով եւ աշխատավարձը բարձրացնելով։ Երբ դրանք օդում են, ոչինչ տեղից չի շարժվում։